88 սուպերմարկետների ցանցը պատկանում է Աննա Հակոբյան։ Վստահ եմ շատերը կարդացել կամ լսել եք ինչ-որ տեղից այս կատարյալ աբսուրդ հիշեցնող սուտը ու ապատեղեկատվությունը։ Սա իհարկե ակնհայտորեն ընդդիմադիրների կողմից դաշտ նետված բացարձակ աբսուրդային սուտ է, բայց ինչի համար է սա արվել ու կամ ավելի ճիշտ ինչպես է գեներացվել այս սուտը։ Սա իմ ենթադրություններն եմ ասում։ Հավաքվել են ընդդիմադիր կարկառուն քաղաքական գործիչներով, ասել են ինչի համար են մարդիկ մեզնից զզվում։ Ինչ որ մեկը մի խելացի մեկը մեջներից ասել է դե որտեվ Երևանի մեջ կամ Հայաստանի մեջ մատները որ բիզնեսի, որ մեծ ինչ որ բանի վրա տնկում են, ասում են դա էս մի նախկին իշխանությանն է, այն մի նախկին իշխանավորինն է, այն մեկինն է, այն մեկինն է։ Բա լավ, ինչ անենք, որ օրինակ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանից, նրա ընտանիքից էլ մարդիկ սկսեն նույն կերպ զզվել։ Ասում են դե եկեք բան անենք, նրանց բիզնեսները վերհանենք։ Հենց ման են գալի, փնտրում են, հասկանում են, որ չէ, Նիկոլ Փաշինյանին, իր կնոջը, իր որդուն պատկանող բիզնեսներ ուղղակի ֆիզիկապես չկան որպես այդպիսին։ Ու ինչ են անում դրա համար։ Ասում են դե չկա, եկեք հորինենք, ասենք կա։ Ոնց են հորինում։ Ասում է դե եկեք բան անենք, ասենք Երևան City սուպերմարկետների ցանցն է իրանց։ Ասում են այ ախպեր, ոնց տենց սուտ ասենք, երբ որ բոլորը գիտեն, որ Երևան City-ն նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսյանինն։ Ասում են լավ, ջանդամ, այդ մեկը չկպավ, եկեք ասենք Դալմա մոլն է Նիկոլ Փաշինյանինը կամ իր կնոջին։ Ասում են լավ, դա ոնց ասենք, երբ որ բոլորը գիտեն, որ դա Սամվել Կարապետյանինն է։ Ասում է լավ, քարը գլուխը, եկեք ասենք SAS սուպերմարկետն է Աննա Հակոբյանինը։ Ընկեր, ձեռեք առնում, ոնց ասենք այտենց բան, եթե SAS սուպերմարկետը հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանինն է ու բոլորը դրա մասին գիտեն։ Լավ էդ էլ չեղավ։ Եկեք ասենք, չգիտեմ, այս կրկեսի կողքին Double Tree by Hilton հյուրանոցն է Աննա Հակոբյանինը։ Չէ, բայց դա ոնց ասենք, եթե բոլորը գիտեն, որ դա էլ Սերժի Փեսա Միշիկինն է։ Ու սենց թվելով հասկանում են, որ այս երկրում փաստացի ամեն ինչը պատկանում է իրանց, ու նույնիսկ չկա մի բիզնես, որը կարելի է վերագրել ինչ-որ մեկին, թեկուզ ստի տեսքով ու բոլորը չիմանան, որ դա սուտ է։ Ու ինչ են անում դրա համար։ Նայում են, ուսումնասիրում են մանրակրկիտ, հասկանում են, որ ինչ-որ մի հատ նոր ներդրող կա, որ եկել է Ռուսաստանից ու որը չի հասցրել ուղղակի ինչ-որ կերպ կարգ ունենալ որևիցե մի քաղաքական ուժի հետ, ինչքանով ես եմ տեղակալ, պարզվի ունեցել էլ է, բայց առնվազն իրանց խմբակցությունից падգամավոր չի եղել, ասում են հեսա, այս մարդը գոնե մեր խմբակցությունից падգամավոր չի եղել, պաշտոն չի ունեցել, ինչպես օրինակ, չգիտեմ, Սամվել Կարապետյանի եղբայրն է, որ եղել է Սերժի աշխատակազմի ղեկավարը, հանրապետական խմբակցության են բազմաթիվ падգամավորներն, ասում են հեսա իցիալական տեխնացու, եկեք այսենց է սուտը տարածենք, այս մարդու վրա տարածենք, իր սուպերմարկետների ցանցի վրա տարածենք, որտեղ այս եզակի մարդը ամբողջ հանրապետությունը, որ ինչ որ մեծ բիզնեսների ցանց ունի ու որը փաստացի մեր հետ ուղիղ քաղաքական կապի մեջ չի։ Ու հենց այտենց ծնվել է այդ 88 սուպերմարկետների հետ կապված սուտը։ Առանց չափազանցության ես ուղղակի 100%-ով վստահ եմ, ներքին նման վստահություն ունեմ, որ այդ process-ը հենց այդպես է տեղի ունեցել։ Բայց ես խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, որ շատերն իմանան այս process-ի մասին ու շատերն իմանան, թե ոնց է անդիմությունը ծնում իր նարատիվները։ Հա, մի կարևոր բան էլ չնայած։ Իդեպ ֆիքսեք, որ այս սուտը, այս աբսուրդային սուտը ու մեղադրանքը երբեք դուք չեք լսի որևիցե ինչ-որ մեկի շուրթերից, որը ֆիզիկապես գոյություն ունեցող մարդ է, որին կարելի է դրա համար դատի տալ։ Ոչ։ Ընդդիմադիր գործիչները հիբրիդային գործիքակազմի բերումով սա տարածում են ինչ-որ կոմենտներով, ֆեյքերով, այս մեկով, այն մեկով։ Երբեք դա չեն անում, ինչ-որ ընդդիմադիր падգամավոր չի կանգնում ու այս սուտը չի բարձրաձայնում իր բերանը, որտեղ այդ դեպքում դրան կհաջորդի դատական process ու ինքը բնականաբար ստիպված կլինի նախ գումար վճարել այդ սուտը ասելու համար, հետո էլ ներողություն խնդրել ու հայտնել, որ իր ասածը սուտ էր։ Այնպես որ նորից տարածեք այս տեսանյութը ու իմացեք ճշմարտություն։